փոխանցվող էլի, եթե կարելի է։ Ուրեմն նշեցիք, որ 20 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 25 թվականի փետրվարի 17-ը աշխատել եք գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում։ Ձեզ վստահված են եղել բավականին հնչեղություն ունեցող վարույթներ, մասնավորապես նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասով, այստեղ հնչեց նաև նախագահներից նախկին Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալի գործը, Գագիկ Խաչատրյանին վերաբերյալի գործը, եթե սխալվում եմ, ով եք ընտրում։ Եվ ինչպես ասվեց, վերջերս մասնակցել եք գլխավոր դատախազի տեղակալի Թափուր Հաստիքի պաշտոնի մրցույթին եւ չեք անցել մրցույթը կամ չեք նշանակվել, որից հետո դիմում եք գրել եւ դատախազությունից դուրս եք եկել։ Ճիշտ է։ Հիմա այս կապակցությամբ երկու հարց ունեմ։ Նորմալ եք համարում նման պատասխանատու եւ հնչեղ գործերը կիսատ թողնելը եւ դատախազությունից դուրս գալը եւ չեք դիտում դա որպես պատասխանատվությունից խուսափելու վարքագծի դրսևորում, դա առաջի հարցը, եւ երկրորդ հարցը։ Խնդիրներ ունեք արդյոք գլխավոր դատախազության ղեկավարող անձանց հետ, եթե այո, ինչպես եք պատկերացնում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո հետագա ձեր աշխատանքը եւ համագործակցությունը գլխավոր դատախազության հետ։ Եվ ժամանակի որ նշումներ եք անում, այս հարցին խնդրում նույնպես պատասխանեք, ինչու նախկին մրցույթին չեք մասնակցել եւ նոր եք այդ ներկայացնում, այս մրցույթին եք մասնակցում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ներսյան, հետաքրքիր հարցի համար։ Սկսեմ սկզբից։ Պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել, պատասխանատվությունից չխուսափելու իմ խոսուն ուրեմն ապացույցն է, հենց ձեր կողմից վկայակոչված այդ ծանր հնչեղություն ունեցող եւ առանձնակի բարդություն ունեցող մի շարք գործերում իմ ներգրավվածությունը այդ գործերը իմ կողմից կատարվել են 0-ից, որոնցով հայցեր են հարուցվել դատարան եւ մեծ ծավալի գույքերի բռնագանձման հայցեր են հարուցվել։ Պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել, անկախ որևէ քաղաքական իրադրություններից, անկախ անձանց վերաբերյալ ուրեմն պատկերացումներից, անկախ որևէ այլ ռիսկերից կամ հնարավոր այլ հետևանքներից։ Պատասխանատվությունից չխուսափելու խոսում հանգամանք է նաև այն, ինչ ձեր կողմից նաև նշվեց, որ հավակնել եմ այդ ստորաբաժանումը համակարգող գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին եւ կարծում եմ, որ հենց այդ հանգամանքը ավելի քան հաստատում է իմ ուրեմն պատասխանատվությունից չխուսափելու շատ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը եւ ցանկությունը։ Այդ պաշտոնին հանձնել եմ ունենալով իմ տեսլականը առհասարակ այդ ձևավորված ինստիտուտի եւ վարույթների շրջանակներում ունենալով իմ տեսլականը ամենօրյա աշխատանքի կազմակերպման առումով ամեն դեպքում մրցույթի արդյունքներով ես չեմ հաղթահարել մրցույթի այդ շեմը, ինչի արդյունքների հետ հաշվի եմ նստել, իմ կողմից չի բողոքարկվել եւ պատասխանատվության մասով կարծում եմ այսքանը, ինչ վերաբերում է խնդիրներին, որևէ խնդիր չունեմ դատախազության որևէ աշխատակցի հետ, այդ թվում նաև ղեկավար կազմի հետ, մասնավորապես եւ հատկապես գլխավոր դատախազի հետ, գլխավոր դատախազի անմիջական իր հետ շփում ունեցել եմ
ընդամենը մեկ անգամ գործի քննարկման շրջանակներում, չհաշված այդ կոլեկտիվ միջոցառումները, գլխավոր դատախազի հանդեպ խորը հարգանք ունեմ իր սկզբունքայնության, աշխատասիրության եւ այլ պրոֆեսիոնալ որակների հետ կապված գլխավոր դատախազի հետ կամ ղեկավար կազմի հետ առհասարակ որևէ խնդիր չունեմ եւ չեմ ունեցել դրա վկայությունն է նաեւ այն որ գլխավոր դատախազի կողմից նաեւ իմ կատարած աշխատանքի արդյունքներով պայմանավորված խրախուսվել եմ այդ թվում նաեւ ներկայիս գլխավոր դատախազի կողմից այսինքն կարծում եմ որ այդ փոխադարձ հարգանքը եւ վստահությունը երկկողմանի է եղել մրցույթի հետ կապված քանի որ այս մրցույթի պես ինքը երկփուլ է նշանակում այսինքն մրցույթ հետո նշանակում ի տարբերություն ուրեմն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի որ մրցույթը հաղթահարածներ տեխնացուները պետք է նշանակվեն կառավարության կողմից այնտեղ մրցույթը հաղթահարած տեխնացուները նշանակվում են գլխավոր դատախազի կողմից կարծում եմ որ հարցը ավելի ակտուալ կլիներ եթե այս մրցույթի արդյունքներով ուրեմն հաղթահարածն է եւ գլխավոր դատախազի կողմից նշանակված չլինեի սակայն քանի որ մրցույթային այդ փուլը ես չեմ հաղթահարել առհասարակ գլխավոր դատախազին չի ներկայացվել իմ տեխնացությունը, այսինքն գլխավոր դատախազի հետ ես որևէ խնդիր այդ առումով չեմ էլ կարող ունենալ։ Այսինքն տեսականորեն եթե ես ինչ որ խնդիր ունեի, պետք է մրցույթի այդ հանձնաժողովի հետ ունենայի խնդիր, բայց բնականաբար նման վերաբերմունք իմ մոտ առկա չէ։ Եվ վերջին հարցին նախկին այսինքն այս պաշտոնի նախկին մրցույթին ինչի չեմ հավակնել նախկին մրցույթը նշանակված է եղել գլխավոր դատախազի տեղակալի մրցույթից 2 օր առաջ այդ ընթացքում ես ուրեմն մյուս մրցույթի այդ փուլում եմ գտնվել այսինքն բնականաբար ողջամիտ եւ լուրջ չէր լինի միաժամանակ երկու պաշտոնին հավակնելու համար առավել եւս իմ համար հստակ առաջնահերթություն եղել է գլխավոր դատախազի հետ որոշտը համակարգող տեղակալի մրցույթը, որովհետև ամեն դեպքում 4.5 տարի ես այդ համակարգում եմ եղել, այդ ստորաբաժանում եմ եղել։ Շատ լավ, պարոն Զորապետյան, խնդրում։